Խոակին Կապարոսը վերադարձել է մարզչական աշխատանքին։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կրկին գլխավորել է իր հարազատ իսպանական Սևիլյան։ 69-ամյա եւ փաստորեն եվրոպական ֆուտբոլին դեռ պիտանի մասնագետը կրկին ստանձնել է սևիլյացիների շտապ օգնության դերը։ Դե ինչ, հաջողություն ենք մաղթում միստերին նոր պաշտոնում, ինչպես կասեր դասականը, Մինչ ամբողջ աշխարհը հիանում էր Դեկլան Ռայսի Ռեալի դարպասը խփված տպավորիչ գոլերով, մենք վայելում էինք տեղական արտադրության գոլասո։ Գերմանական Համբուրգի եւ Հայաստանի հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Նարինե Դավթյանը ահա այսպիսի հարվածով գրավեց Ղազախստանի դարպասն ազգերի լիգայում։ Դեկլան Դավթյան թե Նարինե Ռայս, որոշեք ինքներդ։ Էդուարդ Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձը խաղադաշտ նշանավորեց իր ֆիրմային գործողություններով, տուգանային գոլով եւ ասիստով աչքի ընկնելով Ֆակելի հետ հաղթական խաղում։ Սպերցյանը նաեւ ընտրել է իր կարծիքով ուժեղագույն հայ ֆուտբոլիստին։ Մովսիսյան Էլիմ Խիտարյան лучше. Ակամայից հիշեցինք մեր զրույցը Էդոյի հետ։ Ты смотришь на его движение, ты смотришь, как он в таких моментах действует. Сразу класс, уровень виден. Вот, ну, даже в простых моментах, когда он там, я помню, вот на тренировке, одна из первых тренировок была, он был слева, а я был в центре, и он сделал прострел вдоль, а я просил под себя, а там, ну, вдоль еще были игроки, и он как бы, я когда крикнул под себя, он потом бежал назад, возвращался в оборону, он мне крикнул «Извини», это я тогда думаю, какое извини. Все нормально. Եվ ահա Հենրիխ Մխիթարյանը Ինտերի կազմում հաղթահարեց Մյունխենի Բավարիայի արգելքը եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Հայ մայեստրոն շարունակում է պայքարը եվրագավաթային տիտղոսների հետ-տրիկի համար։ Ես մեժդունոգի պես թեթև ու սլացիկ։ Որպես արդյունք La Gazzetta dello Sportի հիացած գնահատականը եւ նույնիսկ կատակով չավարտես կարիերատ ուշագրավ կոչը։ Տիգրան Բրատիսլավայի արքա Բարսեղյանը շարունակում է գոլահարել Սլովակիայի առաջնությունը, որում արդեն 20 դիպուկ հարվածով է աչքի ընկել ընթացիկ մրցաշրջանում։ Նարեկ Գրիգորյանն իր հերթական գոլերն է խփել ռումինական Ֆարուլի կազմում, աչքի ընկնելով տարբեր քաղաքներ ներկայացնող երկու ունիրեաների հետ հանդիպումներում։ Արթուր Սերոփյանը նախ բացել է իր պաշտոնական գոլերի հաշիվը Շերիֆի կազմում, ապա հաջորդ երկու խաղերում աչքի է ընկել արդյունավետ փոխանցումով։ 5 տուրերից հետո Տիրասպոլյան ակումբը երրորդն է Մոլդովայի առաջնությունում։ Վահան Բիչախչյանը Լեգիայի հետ կոնֆերենցիաների լիգայում չկարողացավ հաղթահարել Չելսիի արգելքը, սակայն հստակ ցուցադրեց, որ նույնիսկ լոնդոնյան թոփ ակումբին հնարավոր է հաղթել, այն էլ Ստենֆորդ Բրիջում։
Ռուսաստանում հայկական դերբիում հանդիպեցին Լոկոմոտիվը և Ռուբինը։ Տիկնիզյանն ու Սևիկյանը մրցեցին Իվուի հետ։ Ամենահայ նիգերացու թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Հայաստանի երիտասարդական հավաքականի եզրային Արտյոմ Բանդիկյանը նորամուտն է նշել Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է։ Հետաքրքիր է անցնում նաև մեր ֆուտբոլիստների և մարզիչների հանգիստը։ Օգնեն Չանչարևիչն ընտանիքի հետ մասնակցել է Հարի Փոթեր քվեսթի։ Ստյոպա Մկրչյանը Օսիեկում հանդիպել է հայ մարմնամարզիկներին։ Իսկ Ռոման Բերեզովսկին ուժերը փորձել է փադել թենիսում։ Եթերում կորներն են։ Հայտնի է Հայաստանի սուպեր գավաթակիրը։ Առաջնությունում տպավորիչ թափ հավաքած Արարատ Արմենիան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Փյունիկի դարպասի և համալրեց իր տիտղոսների թիվը։ Քանի որ առաջնությունում էլ շատ թեժ է, ձեզ համար մի շարք տպավորիչ գոլեր ենք առանձնացրել, որոնք պարզապես վայելել է պետք։ Պատրաստ եք, դե գնացինք։ Արվաստումը Կարեն Արբազյանը և գոլ, հիասքանչ հարված է կատարում Վանի ավակը, տուգանային հարվածների նոր արքան հայկական ֆուտբոլում։ Դաշի տերերի մոտ լավ փոխանցում էր Միսակ Հակոբյան, Միսակ Հակոբյան! You don't feel like drive, well baby hand me the keys and I will take you to a place and set your mind at ease. Don't you take to my foot bottom. Yuri Martinovic goal. Make you are the bun and me are the cheese and the bun me are the right the rhythm me are the bees. I'm bombastic, I'm fantastic. When I'm in love she says I'm Mr. Բայց մենակ գոլերը չեն սիրում, սեյվերն էլ են մեկը մեկից լավը։ Ձեր էկրաններին են Ալաշկերտի իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատի փրկությունները Ուրարտուի հետ խաղում։ Բելիսիմո։ Նոան 17-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Հայաստանի պրեմիեր լիգայում, գերազանցեց Փյունիկի 2000-ականների ռեկորդը և պատմական ցուցանիշ գրանցեց։ Այդ կապակցությամբ ձեզ համար սուպեր մրցույթ են կազմակերպել։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում գուշակիր, թե Հայաստանի հավաքականի որ ֆուտբոլիստներն են պատկերված մուլտհերոսների դերում։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա մեր մրցանակը՝ Նոայի խաղաշապիկը։ Մրցույթի վերջնաժամկետը ապրիլի 26-ն է, ժամը 16:00։